ազգային ժողովը ունի թիվ, ԿՊ-ն ունի այսքան թիվ, Են ունի այսքան թիվ, դա բացառված է, ինչ կարող է, այդպես պետք է ղժղժան, չթողեն ազգային ժողովը օրենք ընդունի, դուք նայեք ազգային ժողովը վերածվել է հանում են գործ չունեն անելու, այսինքն կարծում եք նախապես իրեն գիտեն, որ այդ impeachment կոչվածը արդյունք չի ունենալու, կարծում եք որ կարող է ունենալ, ինչու են անում, որովհետև բարապ են, հրամայել են կոպիրկին ասում, իրենք անում, իրենք չեն մտածում, անհանգստություն են պահում, գիշերները, ազգային ժողովը չի աշխատում, ասեք դրա համար էլ, հիմա ինչ եմ առաջարկում, վաղաժամկետ ընտրությունն, իսկ ինչի համար վաղաժամկետ, կարծում եմ, որ դրանք ավելորդ բաներ են, ուղղակի իմաստով երկիրը պետք է նախապատրաստել ուրեմն ընտրությունների համար, նորմալ ընտրությունների։ Շատերն ասում են Գյումրիում ռեպետիցիա եղավ մի բան, որը իշխանության ձեռնդու է, վերլուծաբանին էլ է ձեռնդու, այսինքն դա իհարկե օբյեկտիվ է մեր կամքից չկախված է։ Ինչով է ձեռնդու։ Հիմա Վարդանիկը ռայեմ ասում, որտեղ ինքը ռուսական կողմնորոշում ունի։ Ուրեմն Վարդանիկը պիտի Պուտինից գործարաններ բերի, թե չէ, ասում էր պիտի բերեմ։ Այդ ռեֆորմները պետք է անի, թե չէ, ազգը պետք է խաղա։ Մի տարի հետո բացարձակ վարկաբեկվելու ժողովուրդը տեսնելու չի կարելի կրիմինալին ընտրել։ Մի տարին լավ ժամանակ է, որ ժողովուրդը հասկանա, որ չի կարելի։ Եվ վերջացավ, այդ հարցը փակված է։ Օրինակ մոդելը եկավ, մոդելը տեսնում էր, եւ պիտի գնալ ընտրություններ, որտեղ նա նաեւ քաղաքական ընտրություններ են ազգային ժողովում, կրիմինալ ընտրություն չի։ Երկրորդն էլ այդ Գյումրին ինչ։ Համայնքներից մեկն է, որ Շամշադինի նախկին շրջանի աղավանի Այգեձորի համայնք այնպես է Գյումրին, ուրիշ օր է։ Վիրավորվում է Գյումրին նման հայտարարություններից։ Ինչու է իմ, ես օրենքից եմ խոսում, իրենք ճաշակից չեմ խոսում, իրենք պետք է վիրավորվեին, ովքեր որ ընտրել են, իհարկե այնտեղ մեխանիզմ եղել, օրենքի անկատարություն է, ինչ երկրորդ քաղաք, կարող է արտոնյալ է, Աբովյանն ինչով երկրորդ քաղաք չի, այդ բոլորը դայցեք շանտաժի խոսակցություններ են, կա մի ինքնավարման վերաբերյալ մի օրենսդրություն, ինքնակառավարման, այդ օրենքը կիրառել է Գյումրիում, Վանաձորում, Վանաձորի կողք են գյուղում, են քաղաքում եւ այլն, ինչ Գյումրի ինչ։ Հիմա ես ուրիշ բան եմ ասելու, առաջարկ ունեմ։ Այնտեղ կյանք ապացուցեց, որ Վարդանիկը եկավ ռուսական հստակ կողմնորոշումով։ Ես էլ իրեն ասում եմ հետևյալը, եւ Թուրքիայի դեմ բացարձակ, իբր թե Թուրքիան չգիտեմ ինչ, հակառակ բանով։ Գյումրի տերմինը բառացիորեն թուրքերեն է, չի փոխելու թուրքերեն բառը հայերեն բառով։ Փոխելու է թե չէ։ Կումայրի նկատի ունի։ Հայերենը Կումայրին է, ռուսականն էլ Ալեքսանդրապոլն է։ Հիմա ինք եկել է հակաթուրքական լոզունգներով իբր թե։ Հիմա փոխելու է թե չէ թուրքերեն անունը։ Ես առաջադրանքը գնում եմ։ Եվ այսպես իրենով է հանդիս թողել, ես բոլոր աչքի դեմ են դնել, դες խոստացել է սարա։ Մանավանդ որ տոկոսի առումով ընտրություններին կանի մարդ է մասնակցել, գիտեք ինչ է, օրենքն է անկատար։ Եվ այլն, հիմա, բայց ես չեմ ասում, որ նաև Գյումրիում ուրիշ ավանդույթներ են աշխատել, այնպես որ այդ շարժվենք առաջ և երկիրը պահենք հանգիստ վիճակի մեջ, ես մեր դիտողներին տեղեկացնեմ, որ առավոտյա վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդություն է անցկացրել Հայաստան և Եվրոմիություն այդ գործընկերության պրակտիկ հարցերն են քննել, այսինքն նրանից առաջ ինչ ուր ենք հասել, ինչ ենք անում Եվրոպայի այդպես հարցերը, երբ կհաղորդեն նաև ինչ են արել։ Երկրորդ հարցի պատասխանը ուրիշ տեղ է գտնվում։ Մեր ազգային շահերի դա իրականում, եթե լավ ենք հասկանում, համընկնում է հարցը թե չէ։ Այստեղ պիտի հարցը դրվի եւ այդ հարցը ես կառավարությանն առաջարկում եմ։ Գնալ չգնալու հարցը լուծել ազգային անվտանգության խորհրդի գաղտնի նիստում, փակ նիստում, գաղտնի չի, որովհետեւ հետախուզության պետն է, ոստիկանությունն է, ըստ օրենքի, Արմեն Գրիգորյանի հիմնարկ։ Այնտեղ պետք է թերը, ուրեմն սպառնալիքները եւ ուրեմն առավելությունները բոլորը պիտի քննել ազատ, եթե մասնագետների կարիք անպայման պիտի հրավիրել, որից հետո նույն որոշում կայացնել գնալ թե չէ։ Մնացած հեքիաթները ոլորտում է։ Ուրեմն այնպես որ կարծում եմ որ այդպես էլ կանեն։ Պետություն է ստեղծել, ընտրել է կառավարություն, որ ինքը ուրեմն կառավարի այս շրջանում դու էլ գնաց տուն երեխա ունենաս, էլի ամեն մարդ իր գործով զբաղվի։ Բայց դա պետք է քննվի, ենթադրենք ուղղակի սպառնալիք կա, չպետք է գնա։
պիտի գնա, օրինակ եմ ասում։ Ենթադրենք օրինակ եմ ասում նորից 1000 տանկ է Ռուսաստանը տալու չգնա, ասի գիտես ինչ կա բախվել։ Ուրեմն պետության հարցերը այդպես չեն քննվում։ Մենք պետք է սովորենք պետականորեն ապրել, ես ինչ եմ ասում, տեսեք ոչ հայմացու ոչ է, որտեղ տեղեկատվության չեմ տիրապետում, ես օրինակ չգիտեմ մեր ազգային անվտանգության ծառայությունը։ Ինչ է զեկուցում, ինչ վիճակում է, ինչ ոլորտներում, բանակ ինչ վիճակում է եւ այլն։ Դե չզավալվեմ էլ 1000 հարցեր կան։ Դրա համար են նրանք պիտի հավաքվում են անդամներ, ամեն մեկը զեկուցում է, կարելի է մինիստրը անել ուրեմն 4 ժամ, ինչպես մենք էինք անում առաջ 8 ժամ։ Այդ բոլորը քննել, նորից մի հատ էլ քննել եւ ուրեմն որոշում կայացնել եւ վերջ։ Վերջացա, ուրեմն մենք չենք, այդպես մենք տեմպի տակ անընդհատ ճնշման տակ ենք աշխատելու, այս մեկը, այս է։ Եվ երկրորդն ունեմ, քանի որ նույն հարցերի շրջանակ է, ուղղեմ նաև մի հարց, որը տարածված է եւ շատ կարեւոր է, եւ լավ կներ, որ այդ հարցը քննվեր։ Ուրեմն Թրամփը 24-ի առումով հեռագիր հղեց Հայաստան եւ շատ կարեւոր մի բան արեց։ Հիմա կապել են ցեղասպանություն տերմին ասավ թե չէ։ Էլա Պուտինը որ ասում է վատ Ղարաբաղցիներին քծես դուրս Ղարաբաղից։ Այսինքն ինչ։ Հիմա տեսեք հարցը ինչ է։ Թրամփն առաջարկում է որ Հայաստան եւ Միացյալ Նահանգներն աշխատեն ռազմավարական գործընկերության ոլորտում ծավալվելու ուղղությամբ։ Այս հարցը քննեք։ Այստեղ է, ինչքան հզորանանք, ինչքան ուժեղանանք, վտանգները կեռանան։ Այսպես, օրինակ եմ ասում, Թրամփը գնում է, ենթադրենք, չէ, գնում է, ասում են, իբր թե, բայց վերջի բան բոլորը կարող է չգնան։ Թրամփը Մոսկվա, ասում են, հիմա ես էլ եմ ասում են, ենթադրենք գնում են, ենտեղ էլ ասենք մի 5 րոպե Փաշինյանի հետ առանձնարարություն լինելու եւ նրանք Միացյալ Նահանգներ Հայաստանին առաջարկելու են այդ խոսակցության։ Մայիսի 9-ի մասին եք ասում։ Իհարկե, չգնա թե գնա։ Մնացածն բոլորը հասկանում են, գիտեք ինչ է, ասում են աշխարհը չի հասկանա, մենք մի քանի անգամ որ մեր ազգային շահը պաշտպանենք, աշխարհը լավ կհասկանա։ Ոչ մի բան չկա։ Մնացած բայց ասեցի խորը պետք է քննվի, պատասխան չունեմ ես։ Բայց իմ պատասխան սկզբունքային է, պետք է քննվի նոր որոշում կայացվի։ Ես օրինակ կողմ եմ, որ այս կառավարության նիստերը երկար չէ ցույց են տալիս։ Կարճ ցույց տան, դրա կարիքը չկա, բայց հաղորդագրությունն ավելի որակով տան։ Ենթադրենք գնացին եկան, ինչքան որ թույլատրելի է, որտեղ պետությունը մեր նման պետություն շատ մեծ ազգային անվտանգության շատ մեծ հարցեր ունի։ Դրա շրջանակում լրջակուն տեղեկատվություն տրվի, ձեզ էլ բավարարի, մեզ էլ բավարարի, իհարկե ես իմ պատասխաններն ուրիշ տեղերից կիմանամ, առաջարկներն կան է, բայց այդպես չլինի նաև, հանրությունը նորմալ ստանա տեղեկատվություն, այս լրատվական այս բաններ կգնա։ Հիմա երկրորդ, բայց ձևական տրամաբանությունով ես էլ ասեմ վերջացնեմ։ Ուրեմն նայում եք, այսպես, իմանաք ճիշտ է թե սխալ, ձեզ համար եմ ասում։ Հայաստանի լրատվությունը պարզ է բոլորը գտեն ֆինանսավորումներ որտեղից է հիմնականում։ Շատերը չի։ Ուրեմն նայում եք այդ լրատվությունները, որ աղբյուրից ինչ են ասում, կամ համաշխան դրան եք գործում, կամ հակառակ։ Օրինակ ես Ազատություն ռադիոկայան լսում եմ, հակառակն անում եմ։ Ես գիտեմ, որ ուրեմն երկիր պետական շահ են պաշտպանում իրենք Ռուսաստանը, հստակ է։ Մնացածը քաղաքականությունը վտանգ ինչին է մեջ է, երբ որ քաղաքականություն ամբողջավարության է վերածվում, եւ իհարկե ժողովրդի տրամադրությունը պիտի իմացվի միշտ, բայց տրամադրությունով քաղաքականություն վարել չի կարելի։